ոչ մի սոցիոլոգիական հարցում եւ ոչ մի սոցիոլոգիական հարցում գործող իշխանությանը բացահայտ առավելություն չի տալիս, ընդդիմադիր դաշտը միասին վերցած ավելի շատ աջակցություն ունի քան գործող իշխանությունը, ցանկացած պրակտիկորեն սոցիոլոգիական հարցման մեջ, ուստի մեր հիմնական խնդիրը լինելու է նա, որ մենք ընդդիմադիր ընտրողին կարողանանք բերել ընտրության մեկ եւ իրան համոզենք, որպեսզի ինքը ընտրի ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը, որովհետեւ ամենակարևորը նրանում է, որ ընդդիմադիր դաշտը, որը առնվազն 70% կազմում Հայաստանում, ինքը կհանդրության եւ իր ձայները չկոշանան։ Եթե մենք այդ երկուսը կարողանանք ապահովել, հաղթանակը երաշխավորված է։ Հիմա վերադառնալով ձեր հարցին, ինչպես ենք անելու։ Տեսեք, իշխանությունը վերահսկում է հանրային հաղորդակցության կարևորագույն խողովակներ։ Առաջին հերթին հանրային հեռուստատեսություն։ Հանրային հեռուստատեսության միջոցով վերջին 5 տարիների ընթացքում դա ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք եւ ատելություն է տարածել։ Ամենօրյա ռեժիմով եւ շարունակում է տարածել։ Եվ ցավոք, մեր հասարակության այն մասը, որը ինֆորմացիան ստանում է հանրային հեռուստատեսությունից, ենթարկվել է այդ ազդեցության, այդ տոքսիկ թունավորող ազդեցությանը։ Մենք միակ ձևը այդ մարդկանց հասնելու դա ֆիզիկական կոնտակտ է։ Տեսեք, ես այսօր խոսում եմ, տեսնում եմ, առնվազն 20 տեսախցիկ է, չէ՞ նկարում, բայց այդ 20 տեսախցիկից եւ ոչ մեկի նկարածը հասարակության այն մասը, որը մեկ է նայում, չի տեսնում։ Համար միակ ձևը իրանց կարծիքի վրա հասնելու դա նրանում է, որ մենք գնանք իր դուռը ծեծեին, մտնենք, բարևենք, ներողություն խնդրենք, որ իր հանդորը խախտում ենք, եւ այդ մարդու հետ խոսենք։ Անմիջական խոսենք։ Այդպես արդեն սկսել ենք անել, եւ այս վերջի 4 շաբաթները պետք է առավելագույնս օգտագործենք, որպեսզի այո ամեն հայ մարդու մտնենք եւ իրան ասենք հետեւյալը. եթե դու ընտրում ես Փաշինյանին, դու ընտրում ես Էրդողանին եւ Ալիևին, որտեղ Փաշինյանը այսօր դարձել է Էրդողանի եւ Ալիևի բացահայտ ծառանոց համակարգը։ Դու ընտրում ես 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակվելը։ Դու ընտրում ես Սյունիքի հանձնումը Ադրբեջանին։ Դու ընտրում ես հայկական եկեղեցիների ավերումը, դու ընտրում ես հայ առաքելական եկեղեցու որպես կառույցի ավերումը։ Դու ընտրում ես մի Հայաստան, որում քո երեխաները չեն ուզենալու ապրել։ Մի խափնվի այն ասֆալտին, որը Փաշինյանը բերել է քո դուռը։ Այդ ասֆալտը վաղը մյուս օրը քանդվելու է, մանավանդ որ անորակ ասֆալտ է։ Հիշի, որ մենք 3000-ամյա ազգ ենք եւ դեռ 3000 եւ ավել հազար տարիներ պետք է ապրենք։ Մեր ազգի ապական մի զոհի կդրանդեմի ասֆալտ։